Բարև ձեզ Ժորժ։ Բարև ձեզ։ Յա, պարոն Պապիկյան, լավ ես ասել։ Երբ ես եկե։ Լավ ես, լավ եմ, ինչ, բարև ձեզ։ Համլետ ջան, բարև։ Բարև ձեզ։ 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 Բարև եղբայր։ Բարև եղբայր։ Ինչ անենք, քայլենք մի քիչ։ Քայլենք մի քիչ։ Իհարկե, պարոն վարչապետ։ Պարոն Խուդացյան, ասում եք ես ճանապարհը ծրագրի մեջ, հա։ Հեսա սկսում է։ Սկսում է։ Շատ լավ է։ Բարև ձեզ Ժորժ ջան։ Լավ եք։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես Թեխմինեն եմ Շանուց Գորիսին եմ գալիս ձեր հետևից։ Մի փոքր հարց ունեմ, որ վստահ եմ միայն եւ միայն դու կարող եք հարցին լուծում տալ, որպես ինձ ավակ ընկեր, որ պապա, որպես հայր, իմ մեծ ընտանիք է Հայաստանի ընտանիքն է։ Շատ լավ։ Իմ օգնականն է այստեղ, բայց հիմա որպեսզի ուղիղ եթերում այդ հարցը։ Այո, որպեսզի ամեն ինչ այն ծայրացան արդար լինի եւ դատականության մակարդակով եւ ամեն ինչ։ Ինչ թեմա է, դատական թեմա է։ Առանձին է, դատականությունը, դատական համակարգը նշ չի գործում։ Հա, բայց դատանի գործերին մեր բանը սահմանափակ է խիստ էլի։ Բայց դու գոնե կարա կնենց անեք, բնեք, գորե կարա կնենց անեք, որ արդար դատականությունն լինի։ Ես ոչ մի ավրավել, ոչ մի բան չեմ ուզում։ Քրեական գործ է։ Քրեական գործ է։ Ման որ երեխես չի արել։ Խնդրում եմ ձեզ։ Լավ։ Օգնականին որտեղ մոտենամ, ասեք։ Դավիթ հուրա, չէ։ Գևորգյան, Դավիթ։ Մի րոպե արի էլի։ Հատ խնդրում եմ, ես հիմա կարդա ու մի հատ լսի։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ Բարև եղբայր։ Նորմալ։ Լավը տանեմ, անկեղծ եմ ասում 21 թվից կարդացեք, ուզում եմ ձեզ տենալ։ Ինչ խնդիր կա։ Լավը տանեմ, Ռուսաստանում եմ եղել։ Եկեք փողոցից դուրս գանք, էլի։ Նա անհաջող բարեկամ արտադրություն, այնտեղ ինձ կազանավոր է։ Երկրորդ բարեկամից մոտ այսպես խոսով թուղթ եմ փրկել։ Ես ինչ թուղթ է որ։ Որ Յանը մեթա բանը ԴՀԿ-ի մայրիկիս անունով Փոխառության։ Հա, մոտ այսպես ստից ու բայց Եղբայր, բայց դες փողային հարցեր է, ես հիմա ինչ անեմ։ Հա։ Այս թղթով 1000 կվադրատ շինություն արդեն իրանցով են արել, ինձ սնանք են ճանաչել, ես ինչեր են արել, 11 անձ ընտանիքը Պողոսներն են մի հատ խնդրում եմ հստակ ձևակերպեք, թե ինձնից ինչ եք ակնկալում, ես ինչ պետք է անեմ։ Սենց ասեմ, պետական մարմիններն են տեղյակ, էդում է քննչական Շատ լավ, ես ինչ պետք է անեմ։ Ուզում եմ քո բարիական մատդ կպնի, հոգովդ կպնես, այս ունեցվածքը գոնե թող իմ այդամ աշխատեմ, հարկատու եմ եղել նորմալ։ Եղբայր, հասկանում եք, դուք պետք է մի բան շատ լավ ըմբռնեք։ Տեսեք, ընտանեկան, ընկերական հարաբերություններում մեկը մեկին փող է տվել, մեկը մեկին չի վերադարձի։ Բայց հեսա գրած աստեղ։ Իա թելադրած դա գումար չի։ Դե էդ եմ ասում, էլի մեկը։ Էդի պարզը վազել է, պարոն։ Այ հենց էդ եմ ասում։ Չէ իրականում չի տվել, չէ իրական։ Դա հիմա էս դուք ինձ տվել եք ձեր փոխառության պայմանագիրը։ Ինձ ավելի հեշտ կլներ որ դուք գրեք թե ինչ եք ակնկալում որ ես անեմ, իմ գործողությունը նկարագրեք։ Օրենքի մեջ հիմա տուն ունեմ մոտ $100,000 դատարանի։ Եղբայր, ես ինչ անեմ, ակնկալում եք որ ես ինչ անեմ։ Ասես թողտան եմ աշխատում, էլի ցավը տան։ Բայց ես պետք է այս չեմ կարա ոտի վրա ասեմ։ Սենց նույն ազգակից 2007 թվին է Եղբայր, վերաբերվել։ Օգնականից մոտեցեք, դա ցավը տանեմ, անկեղծ։ Գույքային վեճի մեջ վարչապետը ընդհանրապես բան չունի անելու, անկեղծ ասեմ։ Գույքային վեճի մեջ վարչապետը չի կարա անելու բան ունենա։ Դա կամ դատական վեճ է կամ հաշտարարի վեճ է, որ հաշտեցնի բանան։ Վարչապետի բան չկա, եղբայր։ Վեճը հասել է դատարան։ Բա էդ եմ ասում, գույքային երկու հոգի վիճում են, որ այս գույքը իմնա է։ Երկու հոգի վիճում են, երկուսն է քաղաքացի են։ Վարչապետի տեսակետից էլ երկուսն էլ
նույն քաղաքացին է։ Նույն քաղաքացին։ Ես չեմ կարող քաղաքացու միջև տարբերություն դնեմ, ասեմ այ մեկ ինձ նամակ է տվել, ուրեմն լավն է, այն մեկը նամակ չի տվել, ուրեմն լավը չի։ Պարոն Փաշինյան, մեզ խնդրանք ունեմ 2007 թվականին որ մենք խառնվել ենք ԱԱԾ-ն զբաղվել մեր հարցով։ Եղբայր, դե իրավապահները որ զբաղվում են, եթե իրավապահները զբաղվում են, եթե ԱԱԾ-ն զբաղվել է, մի հատ կհետաքրքրվեմ տենամ ինչ թեմա։ Հիմա բանը, Լավ չեն զբաղվում ներկապահի։ Մի հատ որ զբաղվել են իրանց մոտ գրանցված կլինի, թե ինչ թեմա է, ես կհետաքրքրվեմ մի հատ։ Պարոն Փաշինյան, Məsələn, Աննա դա ազգանունդ կամերայի մեջ է։ Ադամյան Լևոն Արամայիսի, Մասիս քաղաքից է, Մասիս կայարանից։ Բա վայքում Ցավը տամ անկեղծ նեքանը մուսեցեց ես տենամ։ Առերես։ Շնորհակալ եմ որ ես հաղորդությունը տվել եք։ համեցի, Պարոն լավ Փաշինյան, եղբայր։ խնդրում եմ էլի Ես Բայ շրջանի Նորազնապեր համայնքի բնակիչ եմ։ Լավ։ Սահմանամերձ գյուղերին այդ 16 միլիոններ որ հատկացրել եք, Ահա։ մեր այդ հողերը ուրեմն հիմա կատեգորիա պետք է փոխի, չեն փոխում, այս 2 տարի ձգում են։ Վաղը մյուս օրը տանում են ընդ հետ են տալի մեր այդտերը։ Մեր երիտասարդությունը լրի գնացել է գյուղից։ 50 տնտեսությունից Նոր Ազնաբերդ։ Հողերի կատեգորիա։ Վաղ եկեք մարսպետ։ Բայց այդ հողերի կատեգորիայի փոփոխությունը, Այս 2 տարի մենք տանջում ենք, տղաս 12 տարի է, բանակցած Եկեք ես մարսպետ։ հա, բայց դա խնդրեմ է, մենք չենք կարող բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերը դնենք շինարարության տակ։ Իրանց հողը թույլատրվում է։ Թույլ, հա։ Որ մասը, այդ մասը։ Այդ մասը թույլատրվում է։ Դե մի հատ նայեք, այստեղ խնդիրը հետևյալն է, հարգելիներ, մի խնդիր կա։ Տեսեք, հողի կատեգորիայի փոփոխություն, բայց մենք պետք է հասկանանք, որ գյուղատնտեսական նշանակության հողերը երկրի պարենային անվտանգության ֆոնդն է։ Հիմա ես շատ անհանգստացած եմ, որովհետև այդ ճնշումը կա ու շատ հաճախ հողի նշանակությունը փոխում ենք կամ ընդհանուր կառուցապատում կամ արդյունաբերական, բայց երկարաժամկետում դա խնդրեմ է, որովհետև դա մեր պարենային անվտանգության ֆոնդն է։ Հիմա այն տեղեր կա, որ էլի շատ թե քիչ ասում են իրականում հողը այդքան էլ գյուղատնտեսական նշանակություն չի, բայց ասենք սևահողերը մենք դնենք շինարարության տակ դնենք, բայց երկրի լավ այսօր 50 տարի հետո կա 100 տարի հետո կա ասածը ցենա որ այնտեղ որտեղ ձգում են այդ նշանակում է միջգերատեսչական հակասություն կա նշանակում է կա գերաշտություն օրինակ էկոնոմիկայի նախարարությունը ասում է չէ ես համաձայն չեմ որ այս հողի կատեգորիան փոխվի էկոնոմիկայի նախարարությունը ինչի համաձայն չես որովհետև սա բարձրարժեք գյուղատնտեսական նշանակության հող է սա դնել շինարարության տակ չի կարելի այսինքն սենց իրավիճակներ կան հարգելիս Ես համաձայն եմ դրան որ ընդ որում դուք ձեր տեսակետից եք նայում բայց կառավարությունը նայում է բան տեսակետից ավելի ընդլայնված որովհետև եթե մի հոգունը նույն պայմաններով արեց կարող է երկրի գյուղատնտեսական նշանակության հողերի 5% 10%-ը բերեն ասեն նա այս մարդուն արել եք մերն էլ արեք այսինքն նախադեպ է տեղի ունեցել մերն էլ արեք դրա համար դա պարզ հարց չի Պարոն Փաշինյան ուրեմն այդ հողը որ կա մեր նախկինում նա տանձերոցիկ դուր էլի Էսա հա անձերոցիկ ասեք լսում եմ ես Հողատարածքը որ կա մեր այգի է եղել նախկինում ուրեմն նախորդները քանդել են լրի տրումաները վերացրել են չկա գոյություն չունի հիմա այդի որ սեփականաշնորհել են ես տղա ունեմ 94 թվականից ծնվածա իսկ մեր հողերը որ սեփականաշնորհել են եղել է 90 մինչև 3 թիվը իրան հող չի հասել ֆոնդի հողերը լրիվ իրար մեջ են արել Հիմա իմ բաժին հողը այգի նախկինում քանդվել է, հիմա այդ ասենք այգի չէ՞ որպես Բայց այգի չի դուք ինքն այդ եթե այգի է եղել, ուրեմն եկակի մասածը ապացուցեցիք։ Ուրեմն դա բարձրաժեք նշանակության հող է, որովհետև այգու հողը ամենաբարձրաժեք հողը այդ այգու հողն է։ Պարոն Պապոյան, ճիշտ եմ ասում, որ այգու հողը ամենաբարձրաժեք հողն է։ Ես եկեք ես անձնական անհատական շահը հասկանում եմ, բայց պատկերացրեք երկրում ինչքան այգեգործական նշանակություն կա 1-2-3 դնենք շինարարության տակ։ Չէ, բայց եթե մի հոգունը անում ենք, երկրորդը եկավ պետք է ասի իրան արել եք իմներ արել, երրորդը, չորրորդը, 5-ը, 10-ը, 1000-ը, 10000-ը, երկրի գյուղատնտեսական նշանակության հողերի ֆոնդը կա։ Դրա խնդրեմը էջի, խնդրեմն է դա որ ասում են
Հանից դուրս է, Ինչի՞ց։ ասենք բնակավայրի չերու է, բայց փաստորեն էդի անմիջապես այդ գյուղի կպած ասֆալտակից է։ Եղբայր, ես հիմա չեմ կարա տեսական հողի մասին, ես ասում եմ, որ գյուղատնտեսական նշանակության հողի Հասկացամ էդի։ նշանակությունը փոխելը ես ինքս հանձնարարել եմ, որ շատ խստացնեն, որովհետև դա ասում եմ մեր բոլորի հարստությունն է, մենակ հա ձեր սեփականությունն է կարող է վաղը վաճառեք, բայց դա երկրի բարենային անվտանգության ֆոնդն է։ Մենք չենք կարա ճնշման տակ բերենք բոլոր գյուղատնտեսական նշանակության հողերի նշանակությունը փոխենք, շենքեր սարքենք, որովհետև վաղը կպարզվի, որ մեր երկրում գյուղատնտեսությունը վերացել է, որովհետև մեր լավագույն հողերը դրել ենք շինարարության տակ։ Բայց էլի ասում եմ, մարզպետը ասեց, բայց տեսեք, ես հերրակա չեմ կարա ասեմ, ձեր հողը այդ դեպքն է, թե այդ դեպքը չի, դրա համար, բայց իմ խնդրանքն ինչ է, որ ըմբռնումով մոտենակ այդ հարցին, որովհետև այդտեղ ռազմավարական նշանակության նրբություն կա, որը խնդրում ենք, որ հաշվի առնենք։ Իչե երկու երիտասարդ ամատը դրանք պահանջում եմ համաներում ելնելու է այս տարի։ Չենք պլանավորում։ Չեք կարա պլանավորել։ Գիտեք, տեսեք, ես դες համաներման հետ կապված ասեմ ինչ խնդիր եմ տեսնում։ Որտեվ երիտասարդները Դուք գիտեք, դուրս գան, տեսեք, ընտանիք։ տեսեք, դուք գիտեք, ես էլ եմ եղել քրեակատարական հիմնարկում, ես էլ եմ համաներումով դուրս եկել քրեակատարական հիմնարկից, բայց դա եղել է քաղաքական որոշում միջազգային հանրության ճնշման ներքո։ Բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, այդ ոլորտում մեր քաղաքականությունները մենք ինչ ուղղությամբ ենք զարգացնում։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը անձի հատկանիշները հաշվի չի առնում։ Ինքը համատարած, ով որ էս հոդվածով է դատված եւ այսքան է մնացել, բոլորին բաց է թողում։ Եվ նախքին մեր բոլոր վերլուծությունը ցույց է տալիս, ես հիմա կոնկրետ տոկոս չունեմ, համաներումից հետո մի հսկայական մասը առաջին 3 ամսվա մեջ վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։ Մենք ես կոշի գաղութում ես դեպք գիտեմ, դեպքեր են եղել, ընդ որում ոչ մեկ, որ մարդը կոշի գաղութից ազատվել է, համաներումով դուրս է եկել, գնացել է աշտարակում ձերբակալվել է ու հետ եկել։ Բայց հիմա ձեր ասած խնդրեմը մենք ոնց ենք պատկերացնում։ Ես արդարադատության նախարարության առաջ խնդիր եմ դրել, որ մենք պայմանական վաղակետ ազատման համակարգը այնքան զարգացնենք եւ ակտիվացնենք, որ պայմանական վաղաժամկետ ազատումների մեխանիզմը գա եւ ձեր ասած այդ պահանջը լրացնի։ Ինչն է համաներման եւ իմ ասածի տարբերությունը, որովհետեւ պայմանական վաղաժամկետը հարցը քննում է հատ-հատ, այսինքն յուրաքանչյուր անձի դեպքը առանձին քննում է։ Եթե այդ մարդը տեսնում ենք, որ ինքը պատրաստ է հանրություն դուրս գալ եւ նորմալ օրինական կյանք անել, ես խնդիր եմ դրել, որ մենք դնենք բոլոր այդ կարգի մարդկանց ում կգնահատենք, որ իրանք պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի, բաց թողենք մարդկանց։ Որովհետև ես ձեզ ասեմ, պետությանն էլ ես ձեզ կարամ խոստանամ մի բան եւ մինչև ընտրությունները եկեք ընտրություններից խնդրում եմ, էլի այնքան չեմ սիրում, որ տենց կարևոր հարցերը բերում են ընտրական առևտուր են վերածում։ Եկեք սա շատ լուրջ բանից չի եղել էլի համա։ Այո, չի եղել, բայց մենք հիմա պայմանական վաղաժամկետը գիտեք որն է, որ բանից ժամկետից շուտ ավարտում բան են անում, բաց են թողում։ Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ անձի կերպարը, գործունեությունը եւ այլն, այսինքն ենթադրենք 5 տարի է տված, 2 տարի նստում, 2 տարից պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում։ Ես ձեզ խոստանում եմ, որ մենք շատ արագ այս պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները այնքան կմեծացնենք, անհատապես ով որ այսպես ասած արժանացել է դրան, որ այդ համաներման մեխանիզմը որ լինի մարդիկ դիմեն։ Այո, բայց այդտեղ մի հատ խնդիր կա, մարդիկ պետքա քրեակատարական հիմնարկում օրինական վարքագիծ դրսևորեն, քրեական ենթամշակույթի հետ կապեր չդրսևորեն եւ այլն եւ այդպես շան։ Ասենք մարդը պատական ավարիա է տվել, ես ձեզ խոստանում եմ, որ ձեր ասած խնդիրը մենք կլուծենք, բայց այլ ճանապարհով, ավելի ճիշտ, ավելի քաղաքակիրթ, ավելի արդյունավետ ճանապարհով։ Ես Մարտիրոսի վարչական ղեկավարն եմ։ Այո։ Ուրեմն մեր յուղը
մոտ քանի տուն 30 քանի տուն 4-րդ կարգի 2007 թվականից որոշել են, էլ արդեն երկու ընտանիք вообще թողեց դուրս եկել, վիճակ չկա։ Հիմա այդ մարդկանց վիճակը շատ վատ է, հնարավոր չէ 16 միլիոնը մտցնենք այդ ծրագրի մեջ, այդ մարդիկ տուն բանան են էլի, ասենք չթողեն այդ։ Թորոսյանը ստեղ է։ Հիմա մենք այդ ծրագիրը 16 միլիոնի ծրագիրը մենք միջև հիմա անում էինք սահմանամերձ գյուղերի համար։ Հաջորդ փուլով հիմա մենք օրինակ տեսակ Գոմքում բան արինք։ Հա, դպրոց, մեր գյուղում էլ է սարքվում։ Ձեր գյուղում էլ է սարքում, ուրեմն մեծ հավանականությամբ մենք դպրոցի հետ կապելով հնարավոր է որ նաև ձեր գյուղը ներառենք, այո։ Որտեվ արդեն Հիմա այդ 16 միլիոնի ծրագիրը մենք համարում ենք որ կարող լինի լավ գործիք հասցեական խնդիրներ լուծելու համար։ Ասենք տեսնում ենք գյուղում դպրոց կա, բայց գյուղը դատարկվում է, 16 միլիոն անկախներից սահմանամերձ չի տեղները, կարող նույնիսկ շատ խորքում լինի, բայց տենց գնահատենք եւ հասցեական 16 միլիոնի մասին էր ասում եւ գյուղում դպրոց է կառուցվում մարտիրոց Ախվածապ աշակերտների թափուր տեղից բան։ Բացի դրանից այդ տները քանդվում են արդեն, այս վերջում էլ եկան սեյսմակայնություն որոշին, ասին հələ դուրս եկեք տներից։ Ոչինչ վտանգավոր է։ Հիմա տեսեք, ես մի բան ասեմ, բայց այս չհամարվի էլի նախընտրական խոսում, ուղղակի բարձրաձայն կիսում եմ մենք ինչի շուրջ ենք մտածում։ Մենք մտածում ենք, որ ընդհանրապես այդ 16 միլիոնի ծրագիրը կարող ենք ինա մոդիֆիկացնել եւ դարձնել սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Հիմա մի բան ասեմ, էլի կարա շատ մարդկանց դուր չգա, բայց բարձրաձայն մտածում եմ, կիսվում եմ ձեզ այդ բոլորի։ Օրինակ հանրապետությունում կա շատ մարդ, ովքեր կառավարությունը դիմում են, ասում են, որ կառավարություն, մեզ խնդրում ենք տուն տվեք։ Իմ արձագանքը դրան հետևյալն է, որ տուն ունենալու միջին վիճակագրական ձևը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի հետևյալը. մարդը պետք է աշխատի, իր աշխատանքի արդյունքով ձեռք բերի իր սեփական տունը։ Սա պետք է լինի բանաձևը։ Բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ մենք ինչքան էլ երկիրը զարգացնենք, այնուամենայնիվ որոշակի կատեգորիա մարդիկ կան, ովքեր ինչ պատճառով մենք ամեն ինչ պետք է անենք, որ մարդը այնքան կրթություն ունենա, որ այս կատեգորիային համապատասխանի։ Բայց ես հասկանում եմ, որ այստեղ հարցեր կան։ Դրա համար մենք մտածում ենք, այս 16 միլիոն ծրագիրը մոդիֆիկացնենք եւ ասենք հետեւյալը. շատ լավ, դուք աշխատանքի այս մոդելով ձեր բնակարանը ձեռք չեք բերու, որովհետեւ եթե դու այս աշխատանքի մոդելով ես ձեռք բերում, դու կարաս ասես, ես ուզում եմ տուն առնեմ Երևանի կենտրոնում։ Ես այդքան աշխատում եմ Երևանի կենտրոնում, կամ կենտրոնում չէ Դավթաշենում, կամ Դավթաշենում չէ Նորքի Զանգվածում, կամ Դավթաշենում չէ Շենգավիթում։ Բայց եթե քաղաքացին այս տրամաբանության մեջ չի եւ ինքը կառավարությանն է ասում, որ տուն տվեք, շատ լավ կառավարությունն այդ դեպքում իրավունք ունի, բայց հարգելիս կիսկով ասել, որ դուք պետքա Երևանի կենտրոնում ապրեք։ Շատ լավ գնացեք Վայոց ձորի Գոմք յուղում ապրեք։ Ես Գոմքը հենց որ ասեցիք, ես խոսքս կտրեմ, ես այրի եմ, անցած տարի դիմել եմ ձեր ծրագրին, մերժվել եմ պատճառաբանությամբ, որ այրիները չեն կարող դիմել։ Բայց հիմա ծանոթացել եմ նոր նախագծին, որ այրիների կետը բացվում է, բայց տարիքային սահմանափակում են դրել մինչև 10 տարեկան։ Ու իմ նման 10 տարեկան երեխա է։ Մինչև 10 տարեկան։ Ձեր երեխան ինչքան է։ 13, 7 տարի հաճախելա, դեռ 5 տարի է։ Տեսեք, ստեղ խնդիրը ինչի մեջ է, որ մենք այնուամենայնիվ հանրային միջոց ենք, չէ՞ ծախսում։ Մենք պետք է հանրային միջոցը ծախսենք, որպեսզի այդ ծախսը լինի մաքսիմալ արդյունավետ։ Հիմա մենք Գոմքում դպրոց ենք կառուցել։ Մեր հոյակապ, բայց մենք չենք ուզում, չէ՞ որ այդ դպրոցը դատարկ կլինի։ Ուզում ենք, որ այդ դպրոցը լինի երեխաներով լի։ Եվ դրա համար մենք ինչ ենք ուզում ենք այնց անենք, որ 16 միլիոնով խթանենք, որպեսզի պոտենցիալ աշակերտների ծնողները գնան եւ այնտեղ բնակվեն եւ դրանով նաեւ դպրոցի եւ գյուղի զարգացումը ապահովի։ Այստեղ հասկանում եք, այստեղ այդ բաները որ կա, շատ մարդիկ սրտնեղում են, ասում են վայ բանը, որովհետեւ մենք քաղաքականություն ենք վարում, կենտրոնում դպրոցն է, մենք ուզում ենք երեխեք ապահովել։ Որովհետեւ մեր նման 4 ընտանիք են, որ երեխաների, ասենք 10, 11, 12, 13 Դե ձեր դեպքում էլ երևի ուրիշ բան պետք է մտածել։
Ձեր դեպքում է երևի ուրիշ։ Որ այրիներին բաց։ Համենայն դեպս մենք ձեզ լսեցինք։ Միայնակ մայրերին բացել են բոլորին, բայց տարիքը 10 տարեկան են դրել տրամաբանության բան վարչապետ։ Այսինքն որ մենք ուզում ենք երեխեքը գոնե գոնե տունը, որ մի քանի տարի սովորեն։ գոնե մի քանի տարի երեխան դպրոց գնա։ 5 տարի մենք։ Որովհետև հավանականությունը այդ պարագայում 1000 ներողություն մեծ է, որ տունը կսարքվի եւ այդ դպրոցի տրամաբանության մեջ ոչ մի բան չի ավելանա, էլի։ Այս ամբողջը։ Բայց որ կետը ես գոնքի վարչական ղեկավարն եմ բարել։ Հիմա քանի հայտ ունեք, քանի տուն է սարքվում։ Կետը չկա, որ երեխաները պետք է դպրոց գնան։ Բայց երեխաները Որտեղ դա Պատկերացնում եք, կետը չկա։ չեն կարա, էլի։ Մարդիկ եկել են մասնակցել են, ասում են հա այդ երեխեք։ բայց երեխեքը կա։ Բայց ես չեմ հավատում այդ երեխեքը գալու։ Հələ մի հատ ասեք գոմքում այս բանին քանի հայտ կա։ 30 բացել են։ Իսկ քանիսն է որ կառուցվում։ 28 կպել են այդ ծրագրի։ Կպելը որն է։ Մասնակցել են այդ ծրագրի։ Այսինքն հիմա գետնի վրա քանի տուն է սարքվում։ 20-ը քանիսը շինարարության մեջ։ Ահա, հոյակապա գոմքում ընտանիքները հույս չկա որ այդ երեխեքին կբերեն մեր դպրոցը։ բա ինչ են անելու երեխեք։ Անելու իրանց երեխեքին։ Այդ հարցը մցրեք այդ կետը, թո պարտադիր բերեն դպրոց։ Շատ լավ։ Պարտադիր այդ Բան Թորոսյան նայենք ինչ է։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Փաշինյան։ Իրականում մեծ ներդրումներ արան գոմքում, ես 4 տարի։ Իսկ ճանապարհը 3 միլիարդ փող եմ Եվս պատասխան։ 14-ը իսկ ճանապարհը սարքվում է։ Շատ ընտիր ճանապարհ։ Սարքվել է արդեն թե։ Աշխատանքի մեջ է, բայց շատ ընտիր աշխատանք։ Տուրիզմի կենտրոնն է սարքվել գյուղը ոնց ստիպես ասես գնացեք այդտեղ։ Չէ, բայց նկատեն են որ երեխեքը դպրոց գնան ճիշտ է, էլի որ երեխա։ Մարդկա հյուրատուն է կառուցել, երեխեք չեն ապրում։ Բան չեն գալու մինչև երեխայի մինչև 10 տարեկան երեխան եթե չի գալու այդ դպրոց։ Բայց խոսանք որ երեխեքին բերենք թե դպրոց։ Դեն վերում է։ Դրա որ մեր երեխաները Ուսումնասիրությունը միջավայրի լավացումը ինքնին վերելու է դրան, բան որ ճանապարհորենք ճանապարհ չկա, գնալ գալու իրանց միջավայրի հետ կտրվում են, կլինի այդ էլ կավելան, այսինքն այդ ամբողջ էկոսիստեմը առաջանում եւ տուրիստական եւ ապրել։ Եվ մնաց երեխաներն ավելանում են, բայց այս բարի։ Հա։ Այո, ավելանում են։ Ավելանում է։ 29 աշակերտ ունենք, որից 12-ը մեր այրիների երեխաներ։ Հիմա 33 արդեն։ Այսինքն մեր երեխաները 33 որտեղից։ Գոմքի Նկատեն են որտեղից են եկել երեխեքը։ Հələ տները կառուցված չի, չեն եկել տանտերերը։ դիները հաճ լինելու նկատում։ Դե հասկանում եք դա էտա ջանքա, process է, պետք է ծրագիրը նայենք հետո ճանապարհը մեր վերջացնում։ եկել եք ու գնացել եք դուք անձամբ տեսել եք մարդկանց տները։ Հենց չէ, դղյակներ ունեն, դիմում եք։ Ամեն ինչ Իմ գիտենք, ամուսինը եթե չմահանար, ես այդ տարի ես ինքս էլ կգտնեի։ ցավակցում ենք, բայց որ մի բան որոշում ենք բոլորի վրա տարածում շատ դժվար է, մի հոգու վրա շատ լավ, կնայենք, նայենք։ Դե տեսեք, այդ որ ասում են կառավարում եւ կառավարման արդյունավետություն, հիմա նույն սահմանամերձի ծրագրով գիտենք որ լիքը մարդ դրսից գնացել է։ Մենք այն ժամանակ տենց ենք մտածել։ Ասել ենք լավ, այդ գյուղում շարժ չկա։ Հա լավ, մեկն է գնաց հյուրատուն սարքեց, է վատ է, որովհետեւ ասենք կողքի տնից մի հատ հավ կառնի, 4 հատ ձու կառնի, չգիտեմ, մեղր կառնի, մածուն կառնի, կատ կառնի, ասենք գյուղում ֆինանսական շարժ կառաջանա։ Մեր տրամաբանության դա վատ չի, բայց հիմա մենք տեսնում ենք նաեւ որ այդ սահմանամերձ գյուղերում նաեւ որոշակի դժգոհություն կա, որ այս ովքեր եկան օգտվեցին եւ այլն, այսինքն հասկանում եք միշտ դիլեմաներ կա, էլի։ Միշտ դիլեմաներ կա։ Հիմա որ չէին կարել ծրագիրը դե այդով էր մտածում որ պետությունը պետք է փող տա որ մի հատ էլ գյուղում տուն սարքվի։ Հիմա տվել ենք սարքվել, հա, ինչ որ մի մասով գոհունակություն կա, մի մասով է դժգոհություն կա։ Թե այս ովքեր են եկան սարքեցին կամ նրանք ովքեր պետք է սարքեին չսարքեցին, նրանք ովքեր պետք է չսարքեին, չսարքեցին եւ այլն եւ այդպես շարունակ։ Լիքը մարդ փաստաթղթային խնդիրներ։ Հիմա Ժողովուրդ ջան, այդքան որ ասում ենք ժողովուրդ, ձեր ֆինանսական բանին հետագծին լավ մի քիչ ուշադիր եղեք, ձեր փաստաթղթերին ուշադիր եղեք, ձեր հողի թուղթա, տան թուղթա, կադաստրի թուղթա ուշադիր եղեք։ Ոչ մեկ դրա վրա ջանք չի գործադրում։ Հետո գալիս է ծրագիր 2 տարի անցնում, մարդը միջև գնում իր փաստաթղթերը, բան եւ այլն, ծրագիրը պրծնում է։ Այդ մարդը սկսում է բնականաբար դժգոհել։ Հա, բայց մենք ինչքան կարանք սպասենք կամ մենք ոնց կարանք ասենք առանց փաստաթղթերի բերեք այդ խնդիրը լուծեք։ Այսինքն sense նրբություններ կան, որոնք դիլեմաներ են, բայց հիմա ասենք ես նայում եմ, որ բոլոր դեպքերում գոմքում 23 տուն սարքելը շատ մեծ իրադարձություն է։
Ես համաձայն Շատ հզոր։ իսկ քանի տուն կա Գոմքում։ Դե գոնքը նախկին ադրբեջանաբնակ գյուղ է եղել, այդ տները համարյա թե քանդվել է, հետո դրանից հետո Զրոյից գյուղ է սարքում։ զրոյից գյուղ ենք սարքում, տենց բան անեն։ Շատ լավ, շատ լավ։ Ուղղակի այնտեղ շատ աշխուժություն է հիմա գոնքում, Բա վատ է։ շատ Բա լավ է, վատ է։ ասի վատ է։ Բա այդ ենք ուզում։ Պատկերացեք մի ժամանակ Բայց ճանապարհն է սա, ես որ եկա Գոմք, ասենց նայում ես այդ բանը, էլի ինքն տեղով մարդ գնա, հոգսից կտրվի։ Մի հատ աթոռ դնի, միտեղ մի քառակուսի մետր ուղիղ տեղը, մի աթոռ դնի, ուղղակի նստի նայի այդ սարերին։ Այսինքն մեր խնդիրները ճանապարհը սարքում ենք, դպրոցը սարքում ենք եւ այլ, որ մարդկանց հոսք կլինի, գան գյուղում կյանքը աշխուժանա, որովհետեւ իմ կարծիքով Գոմքում շատ մեծ տուրիստական պոտենցիալ կա, սա մարզպետ ասում է հյուրատուն է սարքում։ Այսինքն մարդը կառավարության ուղերձը բան է արել, ընկալել է, որ կարա ասենց միլիարդների ներդրում ենք անում, ուզում ենք որ փող գեներացվի համայնքյան։ Է շատ լավ է։ Ռուս աշխատողներով։ Ինչ։ Ռուս աշխատողներ էլ կան գոմքում։ Ինչ են աշխատում։ Են պահում, դες տուրիզմի հետ կապված մարդիկ եկել են։ Շատ լավ, այո, Ռուսաստանից Հայաստան խոպան են գալիս վատա։ Վատա։ Գուրն զարգացում Ժողովուրդ, բայց հələ որ ասեցիք, մի հատ ինձ այդ բացատրեք, ինձ թվում է ես կարող եմ մի բան լավ չեմ հասկանում, որովհետև այն օր նոյեմբերանում էլ այդ խոսակցություն։ Չէ, ուրիշ բան եմ ուզում։ Դուք, այսինքն աշխատուժ եք բերում։ Հրավերքով։ Հիմա որտեղ են աշխատում։ Կոմունալներում։ Չէ, ինչքան աշխատավարձ են ստանում։ 150-90000։ 150, 90-ից 150 հազար։ Չէ, 150-190 Հիմա ես ուզում եմ հասկանամ հետևյալը, որովհետև նոյեմբերան ասում եմ, աշտարակում էլի Միչայլոս դեպք եղավ, երեք մարզպետը ասեց, աշտարակում մի մարդ պատուհանից նայում էր, բարևեցի, ինչ կա, ասում եմ, դե ասում լավ չի։ Ասում եմ ինչ է լավ չի, դե ասում վիճակը լավ չի, մոտեց հասցի տեսնեմ, ասում եմ ինչի լավ չի վիճակը, դե ասում գործ չկա։ Ասում եմ ձեր մասնագիտությունը ինչ է, ասում բանվոր։ Ասում եմ ոնց աշտարակում բանվորի գործ չկա, այդ բան համայնքի ղեկավարներ կողքս եւ մարզպետն էլ եկավ, համայնքի ղեկավարը ասեց, այս պահին 50 թափուր աշխատատեղ ունենք, մարզպետն էլ ասեց իր բանից բնակավայրից Արամ էր քաղաքացու անունը, Արամին ասեց մի քանի 100 մետրի վրա աշխատանք ենք առաջարկել։ Հիմա ես ինչը չեմ հասկանում, ինչի մեր լիքը գործ չունեցող մարդ կա, չէ՞։ Գործ շատ կա, ուղղակի չեն ուզում աշխատել։ Բայց ինչի չեն գալիս աշխատել։ Չէ՞ լուրջ։ Հիմա աշխատել։ Այսինքն սկզբունքորեն տեսեք, 180,000 չեմ ասի ամենաբարձր աշխատավարձն է, բայց ես չեմ հասկանում մի բան, ոնց կարա չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր լինի, քան աշխատելու աշխատավարձը։ Իրոք բացատրեք, ինչն է պատճառը։ Գնում եմ դպրոցի շինարարություն, գյուղամիջում երիտասարդությունը կանգնած է, մոտենում ես ինչ կա, չկա, ասում են գործ չկա։ Գնում ես դպրոցի վրա շինարարություն, տենում ես Հնդկաստանից, վերջը տարբեր անուններ չտանք երկրների։ Տարբեր երկրներից եկել են։ Ասում եմ, տղերք, ոնց է որ գործ կա, այս մարդիկ, որովհետև եկել են ստեղ, ենթադրվում է մի բաներ իրանց տուն են ուղարկում։ Ես չեմ, հա լավ, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կենսամակարդակը այնքան բարձրացել է, որ արդեն, բայց այնուամենայնիվ ոնց կարա չաշխատելը 180,000 աշխատավարձից ավելի եկամտաբերելնի, չեմ հասկանում։ Սխալ եմ, անկեղծ եմ ասում, մի բան սխալ եմ հասկանում։ Կարող է իրականության մեջ մի բան կա, պարոն մարզպետ, պարոն համայնքի ղեկավար։ Դե դրա համար էլ մենք հիմա նպաստի համակարգը բան ենք արում, փոխում ենք։ Փոխում ենք, ոնց ենք փոխում։ Ասում ենք աշխատանք ենք առաջարկում, եթե մարդը հրաժարվում, մենք ենթադրում ենք ուրեմն ինքը եկամուտ ունի, հակառակ դեպքում ինչ է առա, եւ իր եկամուտը որոշակի ուղեկցումով բան ենք անում։ Բայց ասենք ես օրինակ անկեղծ եմ ասում, ես օրինակ որ տեսնում եմ փողոցում էլ որ առիթ առնում, տեսնում եմ բան, կոմունալի աշխատողներ են աշխատում են, աղբ են հավաքում բան, շատ կարևոր եմ համարում, մոտենում եմ, բարևում եմ, ողջունում եմ, ինչի, որովհետև ցանկացած աշխատանք ես հարգում եմ։ Ես հարգում եմ ցանկացած աշխատանք։ Շատ մեծ հարգանք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ով նախընտրում է աշխատի։
Որովհետև դա մենակ բանը չէ, դա հանրային կյանքին մասնակցելու ձև է, պետական կյանքին մասնակցելու ձև է։ Ոնց իդեպ հարկ վճարելը։ Ես հիշում եմ, երբ որ մենք գույքահարկի համակարգը բան էինք անում, վերանայում էինք, ընդեղ կար մի կատեգորիա, նայում ենք վիճակագրությունը, որ չգիտեմ քանի գույքեր, 30,000 գույքեր թե 3,000 գույքեր չեմ հիշում, որ գույքային հարկ չի վճարում։ Ասում եմ ինչ իրանք չեն վճարում, ասում են դե անարժեք գույք է, այդ գույքը արժեք չունի։ Ասում եմ լավ, եթե մենք ասենք չէ բոլորը պետքա գույքային հարկ վճարեն, այդ գույքերի համար գույքահարկը ինչքան կլինի։ Հաշվեցին, ասում են օրինակ գույքա կարող է տարին 150 դրամ լինի, այդ ինչ իմաստ ունի, որ մենք գույքահարկ։ Ասում եմ հենց իմաստը դրա մեջ է։ Այդ գույքի տերը, որ տարին 150 դրամ վճարեց, իր կյանքը դրանով չի վատանալու ավելի, որովհետև այդ տարին 150 դրամ իր կյանք, բայց ինքը, երբ որ մենք գնում ենք ասում ենք գույքահարկ վճարի, ինքը դրանով մասնակցության զգացում է ունենում, ինքը ասում է ես իմ համայնքի տերն եմ, ես իմ պետությունը եւ իմ համայնքը ֆինանսավորում եմ եւ որպես քաղաքացի իր ձայնը եւ իր ինքնազգացողությունը, սեփականատիրոջ իր զգացողությունը շատ մեծանում է։ Եվ մենք հիմա այո, հազարավոր գույքեր ունենք, որոնց գույքարկը մենք մտցրել ենք, որ տենց գույք չկա, որ գույքարկ պետք է չվճարի։ Տարին 150 դրամ ընդཐུp, 300 դրամ, 500 դրամ, այդ 500 դրամ մի տարվա մեջ, մի տարվա մեջ բացառված է 500 դրամը կամ 300 դրամը մարդու կյանքում, որ ինքը տարից է ինչ-որ մի բան վատացնի, բայց երբ որ ինքը գույքարկ է վճարում, նախ ինքը համարում է, որ ինքը գույք ունի, այնուամենայնիվ գույք ունի, եւ ինքը այնուամենայնիվ մասնակցում է իր համայնքի կյանքի ֆինանսավորման, ինքը համայնքի լիարժեք մասնակից է։ Այս շատ կարևոր բան է, որովհետեւ ես միշտ այդ օրինակն եմ բերում, պատկերացրեք 1000 ներողություն, չգիտեմ, դուք ասեք, կարող է ես բան եմ, օրինակներս մեկը լավ լինի, մեկը վատ լինի, ներողամի տեղեք, բայց ես sense այս հարկի բանի մասին որ մտածում եմ, իմ մեջ մի օրինակ եմ մտածում, ասում եմ պատկերացրեք, ինչ որ մեկին հրավիրում են հարսանիքի, ու հարսանիքի հրավիրողն ասում է լավ դու նվեր չտաս ընդհանրապես, դու նվեր մի տու։ Այս ինչ է նշանակում։ Այս ինչ ոնց է ձևակերպենք, նշանակում է որ հրավիրողը իրան համարում է երկրորդ կամ երրորդ կլասի հյուր։ Հա, էլի այնքան որ դե բարեկամ ենք պետք է հրավիրենք, որտեղ դու գիտենք որ դու նվեր չտաս դու արի ուղակի այն անկյունում մի տեղ կտան քեզ, այսինքն հրավիրալին այս գլխից համարում է երկրորդական կատեգորիայի հյուր։ Այս նույնն է պետությունն է, որովհետև նույնն է պետությունն է, որ բոլորն ասում են հարկ չտան։ Չէ, հարկ տալը մենակ բանն է քո սեփականության իրավունքի արտա դու ասում հարկ վճարել նշանակում է արձանագրում որ դու այս պետության տերն ես Եվ էլի եմ ասում այդ խնդիրը որ կա որ բանի փոքր բիզնես միջին բիզնես 2018 թվականին մենք ինչ բարձեցինք մենք բարձեցինք որ բազմաթիվ խոշոր բիզնեսներ իրանք տասնյակ ածներ ունեն գրանցած հարկերից խուսափելու համար այդ ածներով ապրանք են վաճառում գալիս է ինչ որ մի հատ շեմի հասնում է այդ ածն շպրտում են մի կողմ մինչև հաջորդ տարի երկրորդ ածն են վերցնում երրորդը չորրորդը հինգերորդը վեցերորդը այդ չի լինի տենց մենք պետք է այդ ճանապարհները փակենք փոխարենը նախորդ օրերը կանգնեցինք այնտեղ բան լավաշ բան առանք արփի շուկայի Կինը ասում է շնորհակալություն, ասում է որովհետև դուք ինձ համար կոնկրետ բան եք արել։ Ասում եմ ինչ եք արել։ Ասում եմ միկրո բիզնեսի համակարգ ստեղծել եք, ըստ էության հարկ չեն տալիս։ Նրանք ովքեր բան բիզնեսի հարկեր չեն վճարում։ Դե հոսանքի գումար պետք է վճարի։ Աշխատավարձի դեպքում եկամտային հարկ պետք է վճարի, որովհետև այդ եկամտային հարկը մենք ուրիշ ձևով հետ վերադարձնելու հնարավորություն ենք տալիս։ Մի հատ է հիպոթեկով, մի հատն էլ համընդհանուր հայտարարագրով։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն հարկը պետության ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է։ Եվ ելի ուզում եմ ասեմ, ոչ մեկ մեզնից ոչ բացառված է, որ որևէ քաղաքացի ինքը իր բարեկեցության վրա ավելի ծախսանի, քան պետական բյուջեն։
Բացառված է, որ որևէ մեկը իր վճարած հարկի տասնապատիկը հետ չստանա։ Այն օր աշտարակում միտեղ ենք մտել, էլի փոքր բիզնես է, նորմալ միջին խավի ներկայացուցիչներ էին, էլի այդ հարկերից թեմա առաջ եկավ եւ ասցի Այ Միչայլոց Պեկից կապվել էին իր հետ եւ պարզաբանել էին, որտեւ իր խնդիրներն էր, որ իրանք բանում Թուրքիայում գնում են էլի ապրանք այնտեղից, որտեղ փաստաթուղթ չի դրվում, որտեղ այդ փաստաթուղթ դրնի ինքը միջև 1% է հարկը ընդամենը նվազեցնում է։ Հա, բայց ես ուրիշ հարց տվի։ Ասցի ձեր ծնողները քանի տարեկան, երիտասարդ կին էր։ Դե ասեց 65 պլյուս էին։ Ասի հիմա այսօր առողջության ապահովագրությունը մտել է։ Մի հատ անկեղծ ասենք ձեզ համար ավելի հարմար է եւ շահավետ է դուք հարկը թաքցնեք, թե դուք հարկը վճարեք եւ հիմա ձեր ծնողների բանը թոշակը 10000 դրամով ավելանա, հետ վճարի հնարավորությունը 10000 դրամով ավելանա եւ մի հատ էլ պլյուս առողջության ապահովագրություն լինի։ Որն է ձեզ ավելի կոմֆորտ։ 100% է երկրորդը։ Որովհետև նույնիսկ միջին խավը Աստված չանի։ Եթե ծնողը, ասենք 700,000 դրամանոց վիրահատության անհրաժեշտություն ունենա, դա մարդու համար շոկ է։ Այդ չպլանավորված 700,000 դրամ ծախսելը միջին խավի ներկայացուցիչի համար այդ խնդրեմ է։ Այդ հեշտ չի։ Աղքատության պատճառներից մեկը նաև է։ Որը առողջապահություն, այո։ Ես ինչ Ես հետևյալն եմ ասում, որ ես ինչն է մեր քաղաքացիներին իմ կոչը, որ վճարած հարկը չափսոսան։ Ես ասում եմ վճարած հարկը աջ գրպանից հանում տեղափոխումա ձախ բարև եղբայր։ Մի խնդրանք ունեմ։ Համեցեք։ Ես առուն որեթալ առուից վերև ինչքան մարդ են ապրում, սրանք ջրելու ջուր չունեն, վիոլա ջուրն էր տալի 110 դրամով։ Էս են ջրանցնա, որի մասին խոսել ենք։ Հիմա արած 220 դրամ։ Պարոն Խուդացյան, բա այդ ջրանցքի մասին հիշում եք մի անգամ էլ ասացի, Սանոսյանի ժամանակ մենք խոսել ենք։ անգամ որ եկել եք ջրանցքի վերաբերյալ։ Պետք է լուծեինք այս հարցը։ Ուրիշ բան ասում։ Ուրեմն այս ջրատարից վերև ռոկման ջուր չկա։ Մարդիկ վիոլա ջրից 11 դրամով ջուր էին ստանում ու իրանց հողամասերը ջրում էին։ Հիմա անցած տարվանից վիոլան ասել է չեն տալի։ Մի րոպե մի հատ էլ լավ չհասկացա։ Իրանց բաղջիկը ջրելու համար, հողամասերը ջրելու համար վիոլա ջրից 11 դրամով ջուր էին առնում, ջրում էին։ Խմելու թե Խմելու ջուր։ Խմելու ջուրը մեր վայքում շատ է, էլի, խնդիր չունենք։ Խմելու ջուրը հենց հիմա ավել ջուրը։ Վիոլան միշտ ամեն տարի տվել է։ Անցած տարի մեր նամակները գրելուց հետո ամեն մեկին, ամեն ընտանիքին 50 խորանարդ ամսական ջուր տվին, բայց 50-ը շատ քիչ է։ Մի հատ հետաքրքրվենք։ Մի հատ կհիշեք, եթե լսում են մեզ։ Համեցեք։ Կներեք իմ հայրենը, ինչ լավ չի։ Ես Բրիտանիա քաղաքացի եմ։ Եկել եմ ստեղ, որ եղնազրում ներդրում անեմ։ Մասպետը ինչ տանում։ Ու արդեն օգնել է այդ հարցերով։ Նոր ծանոթացել եմ պարոն Պապայանի հետ, էլի ասես որ գլուծի ինչ-որ գործեր կան։ Ուզում եմ ասել, որ շատ մերսի ձեզ, որտեղ ես 2015 թվականին եկել եմ, հասկացել եմ, որ չի կարելի այստեղ փոխել, ներդրել։ Մի 4 տարի առաջ եկել եմ ու հասկացա, որ Իսկ որ ոլորտում եք ներդրել։ Ոլորտը գյուղատնտեսության մեջ թե Չէ, Երկնաձորում հիմա բան եմ սարքում, residential complex։ Օ։ Հա։ Օ։ Դե որտեվ ես Քանի բնակարան։ Դե հիմա այդ հարցն է խնդրեմ ձեզ տենց բացատրեմ, որ մարզերում ամենամեծ խնդրեմը, որ ես եմ նկատել, ասենք հողը վերցնում եք, չէ, նպատակը փոխում եք, ուզում եք փոխեք, բայց կողքերի հողը այնպես պահ կա, որ ասենք արտադրական են, բայց ոչ մի չեն արտադրում։ Այդ դեպքը պետքա լուծել։ Այդ դեպքը, եթե արտադրականը պետքա ընդհանուր կառուցապատման փոխել, այդ սենս տենից գյուղատնտեսական չի։ Այդտեղ խնդիր չունենք, որովհետև պետք ներդրումը պետքա թույլ տա։ Որտեղ կողքի հողերը արտադրական են, բայց ոչ մի չէր արտադրում։ Ու դրա համար 50 մետր ես պետք է ոնց որ պահեմ ամեն մի հողից։ Ու դրանից պրոյեկտը Դա լուծվող հարց է, չէ՞։ Դա լուծվող հարց է։ Էդի ամբողջ Հայաստանը։ Հիմա սկսել եք շինարարություն որ։ Չէ, ես Բայց անելու եք հաստատ։ Դրա համար Դե եկեք օգնենք անեք։
Որտեղ մենք ուզում ենք հիմա շատ ուրախացել ենք, որ ասենք Կապանում ընդամենը երկու նորակառույց կա եւ մի հատն է նոր կառուցվում, ամբողջ մթնոլորտը փոխվում է։ Այսինքն մենք հիմա շատ կուզենք դե ջերմուկում կա, չէ՞ Ջերմուկում կլինի հեսա նոր։ Մենք ուզում ենք Վայքում բնակելի շենք են, հոյակապ ամենակարևոր բան, ամենալավ նորությունն է դա։ Ամենալավ նորությունն է դա։ Պրոյեկտն այն չի որ ասենք մի շենք երկու շենք է։ Ես ահագինս տարածքնվեց է, Ինչքան կանաչ զոնա է, почти 3 հեկտար։ Շատ լավ։ Բան, կոմերցիոն ոնց որ կենտրոն եմ ուզում։ Շատ լավ, քաջալերում ենք ձեզ, որ անեք։ Մարդիկ կան, որ ուզում են երևի։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Հոյակապ։ Նախագիծ անում են ապրիլին կսկսեն։ Հոյակապ։ Այդ մեզ այդ մեզ վստահություն է տալիս, որ տնտեսական աճի այս դինամիկան մենք կպահենք։ Ու իմիջայլը ես ուզում եմ ասեմ, որ մենք ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնենք։ Ես էլ մարդիկ չեն ֆիքսել թե այս շինարարության բումը ի վերջո ինչի շնորհիվ եղավ կամ ինչ եղավ, որովհետև 2020 թվին մենք տնտեսության իրավիճակը գնահատելով մենք հասկացանք, որ լրացուցիչ խթան պետք է տալ։ Եվ մենք ասացինք, որ Երևանում եկամտային հարկի համար ժամկետ ենք դնում։ Ինքը գործելու է միջև այս ժամկետը։ Եկավ այդ ժամկետը, բայց դա ոչ միայն Երևանում մեծացրեց ներդրումայինը, այլև ինքը սահման ստեղծեց, որ հիմա մարզերում է մեծանում։ Հիմա Երևանամերձ մարզերում, այսա Երևանամերձ մարզերի ժամկետն էլ պետք է սպառվի։ Իմիջիայլոց մեծ հիմա դիմում են ասում են ժամկետը երկարացրեք, մենք ասում ենք չէ, չենք երկարացնելու, որովհետև մարդիկ այ իրա նման մարդիկ սպասում են այդ ժամկետին, որ ներդրումներ անեն եւ կարողանան վաճառքներ ա։ Եթե հիմա այնտեղ հետաձգենք, այ իրա նման ներդրողների համար վատ վիճակ կստեղծի։ Ես այդպես ասեմ, որ ասենք IT կամպանիաները կան, որ չեն ուզում Երևանում մնալ, որտեղ Ամբողջը մեր ռազմավար, այս վերջերս ես IT-ի հետ բանում, որ ground zero-ում հանդիպում ունենք, էդ էի ասում։ Մենք հիմա մեր մեծագույն խնդիրներից մեկն է IT կամպանիաները դեպի մարզեր տանել, որովհետև այդ մարդիկ հիմա Փառք Աստծո բացր ինտերնետ ունենք, Starlink-ը կա հանրապետության ամբողջ տարածքում, եւ IT ընկերությունները, որոնք բնականաբար մյուսների նման չեն ուզում խցանումների մեջ ժամանակ կորցնեն եւ այլն, ինչ վատ է, ինչի Եղեգնաձորից լավ տեղ կա, Վայքից լավ տեղ կա, Ջերմուկից լավ տեղ կա, բանից Խնձորուտից լավ տեղ կա, թողան այնտեղ աշխատեն, բանից Գոմքից լավ տեղ կա, թողան այնտեղ աշխատեն, դպրոցն էլ կա, երեխեքն էլ թող գնան դպրոց մանկապարտեզը կա եւ ինֆրաստրուկտուրան նոր ազնավերթում մեր մոտ այս ծրագիրը չկա, այս 16 միլիոն։ Հա, 16 միլիոն գիտեմ որ չկա, բայց ճանապարհները սարքել են։ Ճանապարհը սարքել են, գիտեք, լավ եմ հիշում։ Գնանք, քայլենք։ Նոր ազնաբերդում ոչ չկա, պրոցեդուրոս փակվել է, իմացում եմ սարքել։ Ցավը տանը։ Վարձանը դնելու են, ցավը տանը։ Շատ շուտ։ Սաղ քաղաքներում։ Լավ է, Սեդա ջան։ Սպասի քեզ մի հատ սրանից նվիրեմ, ես քեզ սպասի կպցնեմ։ Այսպես։ Հաջա։ Չէ, քայլենք ներքև արդեն։ Բարև եղբայր, լավ ես։ Ուրախ եմ շատ։ Դե արդեն ասցինք ժողովուրդ գիտեք, չէ՞ որ այս ճանապարհը այս տարի սկսում ենք։ Բան հա հիմնանորոգում է թե միջին։ Պարոն Խուդացյան, այս ճանապարհը հիմնանորոգում է։ Իմիջայլոց, ես պարոն համայնքի ղեկավար նկատեցի, որ անցնելից, որ Վայքում ֆուդ կորտերը սկսել են շատանալ, ինքը շատ լավ է։ Առնվազն մի հատ երկու հատ ընկավ աչքով։ Անցում կա ստեղ ճիշտ ենք անցնում։ Հա, հեսա, թե չէ։ Այդ անշումները առած չի։ Շատ լավ։ Շատ է, հաջա։ Շապույցի կենտրոնն էլ էլի նայեք այն ժամանակ ասել եք դուք նրանք։ Հա։
Նախագիծը պատրաստ է։ Ինքը համայնքն էլ արել է նախագիծը, էլի։ Ինչքան է։ 20 միլիոն Չէ, շինարարության 2 միլիարդ։ լավ։ Բայց մեջը բասեինով բանով շատ լավ։ Մաքրվող բասեինով։ Բայց մաքրվող։ Մենք նախընտրական ծրագրում ունենք, եթե մենք կարենանք այդտեղ միացնենք, եթե լողավազանել կա, մարզական կենտրոն, մարզական դպրոց, մշակույթ եւ որտե՞։ Չէ, ստեղ էլ եթե կա։ Չեսա որ ասեմ պատկերացնեք, հիմա ուզում եմ Մալիշկայի այդ մեջտեղը անել, քան որ վայք Ճիշտ է։ համար, չէ՞, պետք է Եղեգնաձոր, Մալիշկան մի քիչ Բարև ձեզ։ արթնանում։ Անցեք։ Դուրս վանալու։ Բարև ձեզ։ Որտե Մալիշկայի ու բանի Եղեգնաձորի բար։ Եղեգնաձորի հիվանդանում ստեղծել եմ։ Հա, շատ լավ է, շատ լավ է։ Եղեգնաձորից էլ է մոտ, վայքից էլ է մոտ, էլի։ Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Բարև Շատ ձեզ։ ապրեք որեք ելեք մեր մոտ, շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Շատ շնորհակալ Ես քեզ։ Այ։ Չէ։ Ես հաս։ Դուրն։ Լավ մարդը մեր շրջանի, մեր Հայաստանի համար պետք է։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ անունդ մռուտ։ Ինչ Լուսի, շատ ապրես։ Շնորհակալ եմ։ Էսա ջրանցքը։ Էսա ջրանցքը, պարոն Մխիթար։ Այս ջրանցքի հետ կապված ինչ խնդիր կար բա։ Ջրանցքից ներքև ինչքան տուն կա, ջուրը լրիվ քաշում այդ տների տակ։ Տների տակ։ Հա, տների մեջով։ Հա, ստեղ նորոգման խնդիր էր, չէ։ Հա, հա։ Ես սեփականատերը ասել եմ ինչ որ մի մասի ես կանեմ։ Ինչքան փող կտա։ Դուք Մի հատ իրան ճշտեք, ինչքան փող կտա։ մնացածն էլ մենք հասկանանք։ Հա, այսինքն իրար հետ համատեղ ան։ Ինքն էլ է այդպես առաջարկել։ Շատ լավ, հա։ Նա թաղմաս։ Շատ լավ։ Բարև եղբայր, լավ ես։ Ես քեզ, սպասի։ Լավ դու կկպցնես։ Պարոն Արշավետ, ես մի նախադասություն Ահա, ձեզ հրավերք էի արել իհարկե, ես այգիների մեջ հանգստի գոտի ենք սարքել վայրի բնության, հեսա որ վայքից դուրս գաք, հաստատ երևալու է, ուզում եմ մի հատ նայեք։ Որտեղ է։ Ես վայքից դուրս է գալի, վայքի Մալիշկայի արանքը, Մալիշկայի այգիների մեջ է։ Որպես հանրային, թե որպես բիզնես։ Բիզնեսի համար, կոտեջները կառուցած։ Ափսոս ոտքով չեն կարա գնանք։ Հաճույքով կգնա։ Ինչ որ ցուցանակ բան կա դրա։ Ցուցանակի թույլտվություն չեն տալի, ասում։ Բա մարդիկ ո՞նց են իմանալու որտեղ ինտերնետով։ Այս հյուսիս հարավի վրա է դրած, այդտեղ ցուցանակ չեք կարա դնել։ Իսկ կան գնացող եկող կա։ Հա, նոր տարուն այո։ Դե ուրեմն ինտերնետով մարդիկ իմանում են տեղը։ Լավ է։ Հեսա սուբվենցիա, հա, եղբայր։ Դավիթ, մի հատ այս սուբվենցիայով արած գործած։ Հարցով եմ ուզում։ Համեցեք։ Ես ու եղբայրս մեր ընտանիքներով մի տան մեջ ենք ապրում, քուչուտ վարկի վրա։ Ահա։ Հայրս էլ է մեր հետ, էլի։ Լավ։ Շունչ ենք, մեր շենքի կողը մենք հողամաս ունենք 35 տարի կլինի, մենք ենք էլի օգտագործում շատ։ Վկայականն եք սեփականության։ Դրա համար ուզում ենք սեփականաշնորհենք, բայց Տեսեք, եղբայր, հիմա մենք բանը փոխել ենք, կարգավորումները փոխել ենք եւ համայնքները հիմա մենակ աճուրդով։ Պետք է համաձայնվեք աճուրդի դրվի, պետք է լավագույն գինը տակ։ Գումարը ասվում մենք հնարավոր չի։ Կադաստրային ավելի շատ մեծ է դարձել։ Դե բա, Կադաստրայինով բայց մենք կարանք բան անենք, կառավարությունը կարա թե բան անի։ հավաքանին նիստով թվում է Ինձ թվում է մենք չենք կարա գինը փոխենք, ավականին էլ չի կարա։ Չէ, կադաստրային արժեքով ինքան որ առնենք որ այդքանը շատ ունի, էլի մի։ Ես սենց ոտի վրա չեմ կարա ասեմ։ Այդ հարցը հողի ձեռքբերման հարցը աճուրդով ենք, չէ՞ իմ ամենակ։ Իրանք գրել էին։ Բարականով բայց նայած չէ, օրինակ դերնքում է քննիլ չկա, որտեղ 16000 դրամ։ Ինչը կադաստրային է։ Այո, հիմա բայց կա որ էժանա, արդեն քննիլ արել։ Ստեղ ինչքան է։ 2000 դրամ է կադաստրային, բայց վերել են գնահատել ենք նույն իր ասած հողը եղել է 12000 դրամ, բայց այդ գնով մի քանի անգամ աճուրդ են։ Այսինքն ջերմուկում կադաստրային ու շուկայական նույնն է, ստեղ տարբեր է, հա։ Մոտիկը։ Շատ բարձր են Բայց գնահատողները վախեցած են, գալի նենց գնել են գնահատում, որ
Իրականում խնդիրը առաջ, գնով հոգ։ Դե այդտեղ նայենք, այդտեղ նայենք։ Եղբայրս 8-րդ դասարանից Ռուսաստան է միշտեղ է։ Մենակ ծառայության ժամանակ եկել է բանակա գնացել։ Նորից Ռուսաստան, այս վերջերս եկել է հիմա Մի հատ պարոն թող կադաստրի կոմիտեի նախագահին ով նայում է մեկը լուր տվեք, սենց իրավիճակա, որ հող կա, որը կադաստրային արժեք ուրիշ է, համայնքին պատկանող եւ գնահատողը գնահատել է շուկայական արժեքը, որը բարձր է։ Հիմա քաղաքացին եկել է ասում է, լավ գոնե կադաստրային արժեքով թող համայնքը վաճառի ինձ։ Մենք կարանք տենց բան անենք ընդհանրապես, թե չենք կարա։ Պարոն Թովմասյան, խնդրում եմ մի հատ ճշտեք ինձ, զանգեք ասեք էլի, տենց բան հնարավոր է անել, թե չէ։ Թողոքի փուճուր տան մեջ հնարավոր։ Հասկացա, եղբայր, բայց մի հատ թող կադաստրը ասի տենց բան կարանք անենք, թե չէ, որովհետև մենակ ցանկության հարց չէ, էլի, տենց լիազորություն պետքա ունենանք, որ անենք։ Խիստ կասկածում եմ, որ ունենք, բայց ամեն դեպքում թող մի հատ ճշտեն ասեն, լավ։ Հա, նախկինում երևի եկել են, բայց սենց երկա։ Խաղաց տեսել եք, որովհետև սուբվենցիա է արել, նո։ Այս ծառերը նոր եք տնգե։ Չէ, սուբվենցիայի հետ արդեն 3 Իսկ ոռոգում կա ծառերին, թե չէ։ ջրում ենք, չէ, ոռոգում չկա։ Այս ինչ ծառեր են։ Կատալպիա։ Հա, Շատ սիրուն ծառ։ կատալպը։ Նոր աղբամանները ամբողջ մարզի աղբը հավաքել ենք միտեղ վերամշակում վայքում հավաքվելու Արենի, Եղեգնաձոր, Եղեգիս, Վայք, Ջերմուկ։ Արդեն համակարգ դրած է։ Հա, արդեն համակարգի իրենք հավաքում են, տվել են ճան։ Իսկ աղբավայրը որտեղ է։ Սարի մեջ է։ Բնակչությունից էլ Շատ լավ, դե ինչ անենք, գնանք հարգելի գործընկերներ։ Հա, մշակույթի տունը։ Դե մշակույթի տանը եղել եմ, էլի քանի անգամ տեսել եմ։ Նախագիծը կա կնա։ Եթե կրճատելու տեղ կա, կրճատեք, ինչքան կամ է փուլերով անը։ Կամ է գիտեք, լողավազան չի խանգարում։ Ես ուզում եմ, որ բոլոր տեղերը լինի լողավազան։ Եթե կարանք փուլերով անենք, չէ, խի թող լինի լողավազան։ Ստեղ բայց կարևոր է նայել, որ տակը ֆինանսական սխեման։ Սարքեցինք վրտանքինքը հետո ոնց է ֆինանսական։ Հիմա էլ չենց աշխատում է երաշտական դպրոց մշակույթի տուն գործող։ Շատ լավ, եկեք սենց անենք։ Հա, գիտեմ, հիշում եմ, եթե նախագիծը կա, պետք է արվի, ստեղ մենակ մնում է փուլերը որոշենք, մի փուլով թե երկու փուլով ու անենք։ Հաջան։ Հարցի տես, խնդրակի տես կա, բելի ոնց է։ Հասա եղա։ Գոմքի բնակիչ եմ ես։ Այդ 16 միլիոնի ծրագրերի տուն կառուցին ուզում եմ մասնակցել։ Նա խնդիր ունեմ։ Ինչ։ Տարիներ առաջ բանկերից վարկ եմ վերցրել։ Թորոսյանն ուր է։ Խնդրեմ, դատացել է։ Մի գնացել եմ բանկին, քիզիջումների գնացել է բանկը։ Պարոն Թորոսյան, բանկի հետ կապված խնդրեմ 16 միլիոնի վրա ոնց է ազդում։ 16 միլիոնի չափով չի ազդում։ Եթե ավել վարկ եմ ուզում, մենակ այդ կտորի վրա է ազդում։ Դե վարկը ոնց ասած այն ժամանակ ընդունակ չեմ էլ վճարել, հիմա ընդունակ եմ վճարել, ասի Դուք 16 միլիոնից եք ավել եք ուզում, թե չէ։ Չէ, ավել չեմ ուզում, ես Դե դա կապ չունի։ Բայց Դա կապ չունի։ Մեկը կապ չունի։ Ձեր վարկը կապ չունի 16 միլիոն ծրագրի։ Այսինքն 16 միլիոնի կտորով մասով ձախքին վարկային պատմությունը վատ, որ չեք վճարել անուսալերը չի ազդում։ Ներկայիս Դա չի ազդում, դա կապ չունի։ Այո։ Եթե ուրիշ պայմաններ։ Եթե մյուս պայմաններին բավարար, էսի միջալոց շատ են էս հարցը տալիս, նաև նա, որ ասում են վարկ, բան, վարկի չմարված վարկ, անհուսալի վարկ, դա 16 միլիոնի ծրագրի հետ կապ չունի, եթե ավել գումար չեք ուզում, որովհետև մենք ենք փակելու, դուք չեք փակելու։ Խնդրեմ, որ բանկը ինձ տրամադրի գրաֆիկ, ես վճարեմ։ Եղբայր, դա եթե 16 միլիոնի մասին ենք ասում, 16 միլիոն դրա հետ կապ չունի։ Կարակ 16 միլիոն եթե չափահաշներին բռնում եք, ստանաք ձեր վարկի հարցը առանձին վարկի հետ լուծեք։ Չի խանգարում, ոչ։ Ձեբիայ վարչախի ղեկավարին շնորհակալություն եմ հայտնում մեր ճանապարհի ուղղակի հաստատելու համար։ Խնդրեմ եղբայր։ Ամուտ ինչ է։ Դուր մի հատ են։ Հեսեք ես։ Հոպ։ Վարև եղբայր։
Նկարվենք։ Ո՞վ է նկարում։ Ինչ անում։ Ապրես խաչիկը։ Դե գնացինք ժողովուրդ, գնացինք։ Հա դու գալիս ես։ Մի րոպե, մխթար ինձ տեղ, հա մխթարն էլ ա մեկա գալու լավ։ Դե over Հաջա։ Հա եղբայր։ Ում այսօր էլ չենք տենալու առայժմ ժողովուրդ, ստեսություն։ Բայց դու փինը ստացել ես։ Հա տվել եմ իրան։ Եղավ։ Մագնատը ասել եք գաբրած անոթացրեք տղաս Ամերիկայից եկել Բարև եղբայր, բայց մենք ճանաչում ենք իրար, տեսել ենք իրար։ Լավ, դուք լավ եք։ Հեղափոխության վախտել ենք տեսել մենք իրար։ Ձեզ է։ Սենց։ Այսքանն էր եթերը։